Գիշերվա ընթացքում Իրան-Իսրայել հրթիռակոծությունների հետևանքով ավերվել են բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Իրանական անօդաչու թռչող սարքը արվածել է Դուբայի Address Creek Harbor երկնաքերին, պայթյունին հաջորդել է հրդեհը։ Հարվածներից զերծ չի մնացել նաև Իրաքը, երկրի հարավում գտնվող Բասրա նավահանգստի մոտ նավթատար նավի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ռմբակոծության է ենթարկվել նաև Թել Ավիվը, հզոր պայթյուններ են որոտացել Իսրայելի տարբեր քաղաքներում։ Իսրայելը հարձակման է անցել Լիբանանում, լողափներից մեկում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կա 7 զոհ, 21 վիրավոր։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Թեհրանի Բասիջի անցակետերին։ Իրանի պետական լրատվամիջոցների տվյալներով հարձակման են ենթարկվել Թեհրանի 4 շրջաններում գտնվող անցակետերը։ Հարձակման հետևանքով զոհվել են մի քանի անվտանգության աշխատակիցներ, ոչ պաշտոնական տեղեկություններով կա 10 զոհ։ Իրանի Սպահան քաղաքում օդային հարձակման է ենթարկվել ավիացիոն քոլեջը։ Քաղաքում լսվել են պայթյունների ձայներ, իսկ Սպահանի երկնքում նկատվել են ռազմական ինքնաթիռներ։ Հնարավոր վնասների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել։ Այս ամենին զուգահեռ Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփը հայտարարել է, թե իրենք պետք է հաղթեն։ Նրա խոսքով շատերն իրենց արդեն իսկ հաղթած են համարում, բայց Թրամփը նպատակ ունի վերջնականապես կանխելու, մեջբերում Իրանի սպառնալիքը։ Սա ասելով նա նկատի ունի Իրանի ներկայիս ռեժիմը, որի դեմ պայքարին միացել են ոչ միայն ԱՄՆ-ն ու Իսրայելը, այլ Իրանի բնակիչների մոտ 40%-ը։ Թրամփին եւ իր գաղափարախոսությանը աջակցողների շարքում է նաև Ռեզա Փահլավին, Իրանի վերջին շահի որդին։ Իրանը մերժել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդը հակաիրանական բանաձևը անվանել է ծանր անարդարություն եւ հայտարարել, որ Թեհրանը չի ճանաչում այդ փաստաթուղթը։ Նա նշել է, որ չնայած այսօր թիրախը Իրանն է, վաղը ցանկացած այլ անկախ պետություն կարող է թիրախ դառնալ։ Ժամեր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հավանություն էր տվել բանաձևին, որով կոչ է արվում Իրանին դադարեցնել հարձակումներն արաբական երկրների դեմ։ Փոխարենը մերժել Ռուսաստանի առաջարկած բանաձևը, որը դատապարտում է խաղաղ բնակչության թիրախավորումը եւ ներառում հակամարտության մասնակից բոլոր երկրներին։ Լիբանանի շիական Հեզբոլլահ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, ըստ The Times of Israel-ի։ Հյուսիսային Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ։ Պայթյուններ են տեղի ունեցել Վերին Գալիլեայում, Գոլանի բարձունքներում, Կիրյան Շմոթա եւ Հայֆա քաղաքներում։ Իսրայելի երկաթե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգը փորձում է հետ մղել զանգվածային հարձակումը։ Ռուսաստանի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը Մայամիում հանդիպել է Թրամփի վարչակազմի անդամներին։ Նրա խոսքով շատ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, սկսել են ավելի լավ հասկանալ ռուսական նավթի եւ գազի կարևոր դերը համաշխարհային տնտեսական շուկայում։ Դմիտրիևը կարևորել է Միացյալ Նահանգների Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու առաջարկը։ Ըստ նրա, դրանք անարդյունավետ էին եւ կործանարար։ Հանդիպման գլխավոր թեման ռուսական նավթն է եղել։ Անդրադարձել են արդյոք ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, Դմիտրիևը չի նշել։ Մերձավոր Արևելքի նավթի մատակարարման ճգնաժամը դեռ օրեր առաջ ստիպել էր Մերձավոր Արևելքի երկրներին դիտարկել այլընտրանքային տարբերակներ, մատակարարումն ապահովելու նպատակով։ Պատերազմի հաջորդ օրը Թեհրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու մասին, որով տեղափոխվում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը, ինչը հանգեցրել է վառելիքի գների զգալի աճի ամբողջ աշխարհում։ Այս ֆոնին ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլատրել է Հնդկաստանին գնել պահեստավորված ռուսական նավթ։ Վաշինգտոնը նաև ակնարկել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացման կամ շուկայական անկայունության պայմաններում դրանց մեղմացման մասին։ Իր ուղևորությունից կարճ ժամանակ առաջ Դմիտրիևը սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ նպատակ ունեն քննարկելու նաև այս հարցը։ And of course Hungarian Prime Minister he helps. You think he's an ally? Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել է Ռուսաստանի կողմն անցնելու եւ Ուկրաինային հատկացվող օգնությանը խոչընդոտելու համար։ Ըստ Զելենսկու, Օրբանն անձամբ արգելափակում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող ամեն ինչ՝ ֆինանսական միջոցները, զենքի մատակարարումը եւ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ուկրաինայի ղեկավարը նաեւ պնդել է, որ Հունգարիայի վարչապետը տարածում է ռուսական քարոզչական թեզերը։ Զելենսկին նշել է, որ միակ բանը, որ Օրբանը չի անում, հրթիռներով ու անօդաչուներով Ուկրաինայի վրա հարձակվելն ու սեփական զինվորներին ռազմաճակատ ուղարկելն է։